Այսօր եկեք ուսումնասիրենք Աստծո խոսքը, պաշտամունքի կարողություն քարոզով։ Կարող ենք ասել, որ շաբաթ օրվա պաշտամունքը, երրորդ օրվա պաշտամունքը, տոնական պաշտամունքները կանոնավոր աղոթքի ժամանակները, բոլորը Աստծուն ուղղված պաշտամունք են։ Ապա ինչու պետք է պաշտենք։ Շատերը հաճախ կարծում են, թե պաշտամունքը եկեղեցի գնալն է, օրհներգեր երգելը, Աստծո խոսքը լսելն ու աղոթելը։ Այսօր Աստվածաշնչով հաստատենք պաշտամունքի իսկական նպատակը, որ Աստված է շնորհել, խորենք դրա կարողության մասին մեր հոգիների ու հոգոր աշխարհի համար։ 영적인 어떤 부분을 차지하는 것인가를 오늘 경의 가르침 속에서 확인해 보는 시간을 가져보도록 하겠습니다. Բացենք միասին Սաղմոս 50-րդ գլուխը։ Կարդանք Սաղմոսներ գլուխ 50-րդ, հատված 1 առաջին։ Աստվածների Աստվածը, Տերը, խոսում է կանչում է երկրին, արելքից մինչ արմուտք։ Սիոնի միջից, գեղեցկության կատարելությունից, փայլում է Աստվածը։ Մեր Աստվածը գգա լուր չի մնա։ Նրա առջ ոչնչացնող կրակ կա, նրա 4 կողմը, սաստիկ մրրիկ։ Նա վերից կկանչի երկնքին այս երկրին, իր ժողովրդին դատելու։ Իմ սրբերին հավաքեցեք ինձ մոտ, որոնք զոհով ուխտ են կապել ինձ հետ։ Այստեղ զոհաբերություն պաշտամունքն է։ Հին կտակարանում հաճախ օգտագործվում է զոհ բառը, իսկ նոր կտակարանում պաշտամունք բառը։ Երկու բառերն էլ նույն իմաստն ունեն։ Այսպիսով, Աստված 50-րդ Սաղմոսի միջոցով մեզ իմաց է տալիս. Իմ սրբերին հավաքեցեք ինձ մոտ, որոնք զոհով ուխտ են կապել ինձ հետ։ Ապա ինչու է պաշտամունքը անհրաժեշտ, ինչու է այն սկսվել ի սկզբանե։ Որպեսզի մարդկությունը հեշտությամբ հասկանա սա, Աստված այս հարցը բացատրում է Եդեմի այգու պատմության միջոցով։ Մինչ Ադամի ու Եվայի մեղանչելը, բարի չարի գիտության ծառից ուտելով, պաշտամունքի կարիք չկար։ Սակայն բարի չարի գիտության ծառից ուտելու մեղք գործելուց հետո Աստված Ադամի եւ Եվայի որդիների, Աբելի Կայենի միջոցով հայտնեց Եդեմի ողջ փառքը վերականգնելու ճանապարհը։ Այդ ժամանակից ի վեր Աստվածաշնչում սկսեցին հայտնվել Աբելի զոհը, Կայենի զոհը, արտահայտությունները։ Այլ կերպ ասած, որպեսզի նրանք վերականգնեին Եդեմի այգու ողջ փառքը, որը կորցրել էին, Աստված հաստատեց պաշտամունքի համակարգը։ Իրականում մենք այն հոգիներն ենք, որոնք մեղանչեցին երկնքում նետվեցին այս երկիր։ Որպեսզի մենք ներվենք երկնքում գործած մեր մեղքերից հանդիպենք Աստծուն, պաշտամունքը սահմանվեց որպես շնորհի ժամանակ շնորհի վայր։ Ահա թե ինչու նշանակված օրերին ժամերին պաշտամունքին մասնակցելը չափազանց կարևոր է մեր հոգոր կյանքի համար։ Այն երբեք չպետք է անտեսվի։ Որովհետև Աստծո կամքը մեզ երկնքից մեղավորներիս թույլ տալը, որ ներվենք, ամբողջությամբ պարունակվում է պաշտամունքի արարողության մեջ։ Ավելին, պաշտամունքը նա պարունակում է մեր մեղքերի քավության շնորհի համար շնորհակալություն հայտնելու իմաստը։ Այդ պատճառով վաղ եկեղեցու բոլոր մարգարեներն ու առաքյալները, երբ սրբերին հորդորում էին, ասել են. Մենք երբեք չպետք է անտեսենք պաշտամունքը։ Եկեք նայենք Եբրայեցիներ 10-րդ գլխին։
히브리서 10장 Եբրայեցիներ գլուխ 10-րդ համար 22-րդ 우리가 Նրան մոտենանք ճշմարիտ սրտով, լիակատար հավատով, մեր սրտերը չար խղճմտանքից մաքրված ու մեր մարմինը մաքուր ջրով լվացված։ 온전한 믿음으로 하나님께 나아가자. 또 Անկում պահենք հույսի դավանությունը, որովհետ խոստացողը հավատարիմ է։ 소망을 움직이지 말고 굳게 잡아 서로 돌아보아 Եվ միմյանց նկատմամբ հոգատար լինենք, սիրո ու բարի գործերի մղելով։ 하는 어떤 사람 Եվ մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց քաջալերենք, այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է։ 갖고 있습니다. Պարզ ասած, չպետք է թողնենք պաշտամունքի հավաքույթները, ինչպես ոմանք սովորություն ունեն։ 쉽게 말하면 예배에 잘 참석하지 않는 사람들의 Փոխարենը պետք է քաջալերենք միմյանց ջանանք հավաքվել, տեսնելով Աստծո փառավոր օրվա մոտենալը։ 소망의 그날이 가까움을 볼수록 더욱 모이기를 힘쓰자라는 그런 의미를 Սա այն դասն է, որ մեզ սովորեցնում է Եբրայեցիներ գլուխ 10-րդ համար 25-րդ։ 예배는 Ուստի, պաշտամունքը շատ կարևոր իմաստ ունի։ 중요한 의미를 가지고 있습니다. Շարունակենք 26-րդ համարով։ Եթե մենք ճշմարտության գիտությունն ընդունելուց հետո հոժար կամքով մեղք գործենք, ապա մեղքերի քավության համար այլս ուրիշ զոհ չի մնում։ 제사가 없고 Այսինքն մեղքերի թողության համար ոչ մի երկրպագություն չի մնացել։ 없다라고 했습니다. 오직 무서운 Այլ դատաստանի ահավոր սպասումը կրակի զայրույթը, որ լափելու է հակառակվողներին։ 맹렬한 불만 있을 것이라고 했습니다. Եբրայեցիներ գլուխ 10-րդում հաստատում ենք Աստվածաշնչի խիստ ուսմունքն ու հորդորը, չթողնել Աստծուն պաշտամունք մատուցելու հավաքույթները, ինչպես ոմանք սովորություն ունեն։ 그리스도의 영광의 날이 가까워질수록 더욱더 열심히 Փոխարենը պետք է դառնանք նրա զավակները, ովքեր ավելի ջանասիրաբար կմասնակցեն պաշտամունքին, քանի որ Քրիստոսի փառահեղ օրը մոտենում է։ 확인할 수가 있습니다. 자, 그렇다면 Այժմ եկեք իմանանք Եսայի մարգարեի դասը, թե ինչու պաշտամունքն անհրաժեշտ դարձավ մեզ համար։ 이렇게 우리에게 가르침을 주고 있습니다. 이사야서 Եկեք բացենք Եսայի գրքի 59-րդ գլուխը։ Եսայի գլուխ 59-րդ համար առաջին։ Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի, նրա ականջը չի ծանրացել, որ չլսի։ 듣지 못하심도 아니라 Այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր Աստծու միջ։ 너희를 내었고 Ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի։ 너희를 듣지 않으시게 함이니 이는 Որովհետև ձեր ձեռքերը պղծված են արյունով, ձեր մատները անօրենությամբ, ձեր շրթունքները սուտ են խոսում, ձեր լեզուն անիրավություն է մրթմրթում։ 너희 혀는 악독을 바람이라고 했습니다. Ինչն է մեզ բաժանել մեր Աստծուց։ Մեր անօրենություններն են մեզ բաժանել Աստծուց։ Մեր մեղքն անջրպետ ստեղծեց Աստծո մեր միջ։ Մեր հարաբերությունները Աստծո հետ հեռացան մեղքի պատճառով։ Ապա, ինչ միջոցով Աստված թույլ տվեց կամրջել այդ անջրպետը, հենց պաշտամունքի միջոցով Աստված հնարավոր դարձրեց այդ բաժանման վերացումը։ 메꿀 수 있도록끔 이렇게 이제 만들어 놓으셨더라는 것입니다. Ուստի Աստվածաշունչը սովորեցնում է, որ պաշտամունքի ժամանակ Աստված մեզ հետ է։ 우리를 만나 주시고 더불어서 Հանդիպում է մեզ ներում է անցյալում գործած մեր բոլոր մեղքերը։ 이런 시간이 바로 예배라고 성경은 우리에게 가르침을 주고 있습니다. 그래서 Այն բանից հետո, երբ Ադամն ու Եվան մեղանչեցին, ուտելով բարի չարի գիտության ծառից, Աստված Աբելին Կայենին պատվիրեց իրեն զոհմատուցել։ 제사를 이와 같이 명해 주시는데요. 우리 창세기 Եկեք անցնենք Ծննդոց 4-րդ գլխին։ Եկեք նայենք Ծննդոց 4-րդ գլխի առաջին համարը։ Ադամը պառկեց իր կնոջ Եվայի հետ, նա հղիացավ, ծնեց Կայենին։ Եվ ասաց. Մարդ ստացա Տիրոջով։ Նա դարձյալ ծնեց նրա եղբայր Աբելին։ Աբելը ոչխարների հովիվ էր, իսկ Կայենը հողագործ։ Օրեր անցնելուց հետո Կայենը երկրի մրգերից ընծա մատուցեց Տիրոջը։ Աբելն էլ մատուցեց իր ոչխարների առաջնեկներից դրանց պարարտներից։ Տերը նայեց Աբելին նրա ընծային։ Բայց Կայենին նրա ընծային չնայեց։ Կայենը շատ բարկացավ, երեսը կախեց։ Աբելի Կայենի զոհերի մասին առաջին անգամ հիշատակվում է Ծննդոց գրքի 4-րդ գլխում։
등장하고 있습니다. Տեսնենք, թե Եբրայեցիներ 11-րդ գլխում հեղինակն ինչպես է նկարագրել այս տեսարանը։ 히브리서 11장 열어보겠습니다. Բացենք Եբրայեցիներ 11-րդ գլուխը։ Գլուխ 11-րդ, համար 4-րդ։ 말씀 보시면 Հավատով Աբելը Կայենից։ 가인보다 Ինչ բերեց Աբելը Աստծուն։ Ավելի լավ զոհ մատուցեց Աստծուն, որով վկայություն ստացավ, որ արդար է։ 하는 증거를 얻었으니 Աստված նրա ընծաների համար վկայություն տվեց։ 증거하심이라. Թե նա մեռած է, բայց տակավին խոսում է։ 그 믿음으로 오히려 말하느니라고 했습니다. Այստեղ գրված է, որ Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցեց Աստծուն։ 더 나은 제사를 하나님께 드렸다고 했습니다. Կայենը բերեց իր բերքի մի մասը։ Նա Աստծուն հացահատիկի զոհ մատուցեց։ 곡식과 식물로서 하나님께 제사를 드렸고 Աբելը իր հոտի առաջնեկներին որպես ընծա մատուցեց Աստծուն։ 하나님께 제물로 올렸습니다. Ինչ իմաստ ունեն այս երկու ընծաները։ Եվ Կայենի, Աբելի ընծաները մատուցվեցին ամբողջ անկեղծությամբ։ Սակայն գրված է, որ Աստված ընդունեց միայն Աբելի ընծան, իսկ Կայենինը ոչ։ 받아들이지 아니하셨더라고 했습니다. Ինչ տարբերություն կար։ Աբելի զոհը արյան զոհ էր։ 피 흘림의 제사였습니다. Որպեսզի մեր մեղքերը լիովին քավեն, անհրաժեշտ է Քրիստոսի զոհը խաչի վրա։ 장차 그리스도의 어떤 십자가의 희생이 계셔야 된다는 것을 이미 하나님께서 아벨과 Այդ պատճառով Աբելի Կայենի օրերից ի վեր Աստված տարբերակում էր դնում ընդունելի անընդունելի զոհերի միջ։ 없는 제사를 이와 같이 양분해 놓으셨던 것입니다. Ջանասիրության առումով Կայենն ավելի շատ ջանք ներդրեց իր ընծայի մեջ։ 씨를 뿌리고 Նա սերմեր ցանեց, խնամեց դրանք, ցերեկ ու գիշեր ճիշտ ժամանակին ջրեց, որպեսզի բերքը լավ աճի։ 돌보고 물을 제때 대어주고 말이죠. Աստված չընդունեց Կայենի ընծան, թե այն մատուցվեց ամբողջ սրտով, բայց ընդունեց Աբելի առաջնեկ գարան զոհը, որը մատուցվեց արյան հեղումով։ 피 흘림의 제사였던 아벨의 양의 그 첫 새끼 그 제물에 대해서는 하나님께서 연락하셨더라고 이렇게 표현했습니다. Այն փաստը, որ նրանց ընծաները տարբեր էին, խնդիրը չէր։ 잘못이 아닙니다. 두 사람 다 정성을 들였지만 하나님께서 Երկուսն էլ մեծ ջանք գործադրեցին, բայց Աստծո ուզածը զոհաբերությունն էր, որը կրում էր մեղքերի թողության իմաստը։ 하나님께서 원했던 제사였다는 사실을 Սա հաստատվում է Աբելի Կայենի զոհաբերություններով։ 확인해 볼 수 있습니다. Սա ցույց է տալիս, թե ինչպես Քրիստոսը կամրջեց մեր Աստծո միջ իր արյան թափումով։ 우리와 하나님 사이를 가깝게 이렇게 메꿔주는 Եկեք սա հաստատենք Եփեսացիներ գլուխ 2-րդում։ 확인해 봅시다. Եկեք նայենք Եփեսացիներ գլուխ 2-րդ, համար 13-րդ։ Բայց հիմա Հիսուս Քրիստոսի միջոցով դուք, որ մի ժամանակ հեռու էիք, Քրիստոսի արյամբ մերձավոր դարձաք։ 예, 어린 양으로 비유된 Ինչ պատահեց գառին նմանեցված Քրիստոսի արյունով։ Մենք մերձեցանք։ Սա հնարավոր դարձավ Քրիստոսի զոհի շնորհիվ։ Աստված Աբելի զոհն ավելի լավ համարեց ընդունեց, պատճառներից մեկն այն էր, որ 여기시고 받아들이셨던 그 이유 중에 하나는 գառին նմանեցված Քրիստոսը կքավի մարդկության բոլոր մեղքերը խաչի վրա իր զոհով մեզ կմերձեցնի Աստծուն։ 다 사면해 주시고 우리와 하나님 관계를 당신의 그 십자가의 희생으로 말미암아 더욱 더 가깝게 연결시켜 주기 위한 이와 Ուստի, ինչպես գրված է Եփեսացիներին 2-րդ գլխի 13-րդ խոսքում, ինչպես է փոխվել Աստծո մեր միջ եղած հարաբերությունը։ 전에 멀리 Բայց հիմա Հիսուս Քրիստոսի միջոցով դուք, որ մի ժամանակ հեռու էիք, Քրիստոսի արյամբ մերձավոր դարձաք։ 더욱더 어떻게 됐다고요? Պարզ ասած, Քրիստոսի արյունը մեզ Աստծուն է մերձեցնում։ 이와 같은 역할을 했더라는 것입니다. Շարունակենք 13-րդ համարը։ Բայց հիմա Հիսուս Քրիստոսի միջոցով դուք, որ մի ժամանակ հեռու էիք, Քրիստոսի արյամբ մերձավոր դարձաք։ 그는 우리의 화평 Նա է մեր խաղաղությունը, որ երկուսին մեկ դարձրեց ու միջնորմ պատը, թշնամությունը վերացրեց իր մարմնով։ 원수된 것 곧 의문에 속한 계명의 Հրահանգների պատվիրանների օրենքը ջնջելով, որպեսի իրենով երկու ժողովուրդներից մեկ նոր մարդ ստեղծի խաղաղություն հաստատի։ 세 사람을 지어 화평케 하시고 또 십자가로 이 둘을 한 몸으로 하나님과 어떻게 Իր խաչով երկուսին մեկ մարմնով Աստծու հետ հաշտեցնի, նրանով թշնամություն սպանելով։ 십자가로 소멸하시고 또 오셔서
먼 데 있는 너희에게 평안을 전하고 Եկավ խաղաղություն ավետարանեց ձեզ, որ հեռու էիք նրանից, ձեզ, որ մոտ էիք նրան, որովհետև նրանով երկուսս մեկ հոգով հորը մոտենալու արտոնություն ունենք։ 얻게 하려 하심이라. Ուրեմն այսուհետ այլս օտար ու բանդուխտ չեք, այլ սրբերի համակարգացիներ Աստծու ընտանիքի անդամներ։ 오직 성도들과 동일한 시민이요 하나님의 권속이라. Պարզ ասած, Աստծու ընտանիքի անդամներ նշանակում է, որ մենք դարձել ենք Աստծու ընտանիքի մի մասը։ Առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունակարը Քրիստոսն է։ 예수께서 친히 모퉁이 돌이 되셨느니라고 했습니다. Եփեսացիներ գլուխ 2-րդի խոսքերով, անցյալում մենք մեր մեղքերի պատճառով հեռու էինք Աստծուց չէինք կարող մոտենալ նրան։ 전에는 우리 죄로 말미암아 하나님과 우리 사이가 멀어져 있었고 가까이 갈 Սակայն հիմա Քրիստոս Հիսուսով մենք, որ հեռու էինք, մերձեցանք Քրիստոսի արյունով։ 말미암아서 하나님과 우리 사이를 가깝게 연결시켜 주셨다. Հետաբար Աստվածաշունչն ասում է, որ մենք այլս օտար ու բանդուխտ չենք, այլ Աստծո ժողովրդի համակարգացիներ նրա ընտանիքի անդամներ։ 안에서 하나님의 권속이라는 표현은 Պարզ ասած, Աստծո ընտանիքի անդամներ նշանակում է, որ մենք Աստծո ընտանիքն ենք։ 주고 있습니다. Աստված մեզ այնպիսի դիրք է տվել, որ կարող ենք նրան կոչել հայր մայր, 우리 또 믿음 안에 있는 시온의 իսկ ճշմարտության մեջ գտնվող Սիոնի եղբայրներին ու քույրերին 이렇게 또 표현할 수 있는 이런 제 위치에 եղբայրներ քույրեր։ 놓으셨는데 Ինչպես Աստված այս ամենն իրագործեց։ 그래서 그렇게 하셨느냐? Աստված այս բոլոր բաներն իրականացրեց պաշտամունքի ուխտի միջոցով։ 놓으셨더라는 것입니다. Ոմանք հարցնում են զոհի պաշտամունքի մասին։ 표현에 대해서 질문을 가끔 하시는 식구들이 있는데요. Ոմանք գուցե լավ չհասկանան իմաստը, ուստի եկեք միասին նայենք Ելք գլուխ 12, 12-րդ, համար 23, 23-րդ։ 의 말씀 함께 보겠습니다. Եկեք նայենք Ելք գլուխ 12, 12-րդ, համար 23, 23-րդ։ Տերն անցնելու է եգիպտացիներին հարվածելու համար տեսնելով դրան վերի սեմին ու երկու դրանդիների վրա եղած արյունը, Տերը կանցնի դրան վրայով չի թողնի սատակիչին, որ մտնի ձեր տները, ձեզ հարվածելու համար։ 너희 집에 들어가서 너희를 치지 못하게 하실 것임이니라. Այս բանը կպահեք իբր։ 뭘로 삼으라고요? Ինչի համար պետք է հետենք այս հրահանգներին։ 너희와 Հավիտենական կանոն ձեզ համար ձեր որդիների համար։ 너희는 여호와께서 Երբ գաք այն երկիրը, որ Տերն իր խոստման համաձայն տալու է ձեզ, այն ժամանակ կկատարեք այս պաշտամունքը։ 할 것이라. Եվ երբ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ, 이 예식이 ինչ է նշանակում ձեր այս պաշտամունքը, 너희는 이르기를 이는 여호와의 뭐라고요? այն ժամանակ կպատասխանեք, որ սա ինչ է դա։ 여호와께서 Զատկի զոհն է Տիրոջ համար, որը Եգիպտոսում Իսրայելի որդիների տների վրայով անցավ եգիպտացիներին հարվածելիս ազատեց մեր տները։ 구원하셨느니라. Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագություն արեց։ 경배하니라고 했습니다. Ամեն տարի պահում ենք Զատկի պաշտամունքը։ Ինչ է ասում Ելից գիրքը Զատկի պաշտամունքի մասին։ Սա Զատկի զոհն է։ Միթե սա չէ պատճառը, որ Հիսուսին անվանում են Զատկի գառ։ 어린 양이라고 이렇게 표현하지 않았습니까? Նույնիսկ Եգիպտոսում 3500 տարի առաջ Աստված անտեսեց բոլոր այն տները, որոնց Զատկի գառան արյուն կար, որպեսի աղետը չդիպչի։ 그 6월절 제사를 지낸 이와 같은 그 가정들은 전부 재앙이 넘어가도록끔 하셨고 Մյուս կողմից ամբողջ Եգիպտոսը հարվածվեց պատուհասով, որի ժամանակ սպանվեց յուրաքանչյուր առաջնեկ, մարդ թե կենդանի։ 짐승이라면 처음 난 장자들이 짐승이라면 처음 태어난 초태생들이 전부 Այս սարսափելի իրադարձությունը, որը տեղի է ունեցել մոտ 3500 տարի առաջ, արձանագրված է Աստվածաշնչում։ 기록되어 있습니다. Այս բոլոր պաշտամունքի արարողությունների վերաբերյալ Աստված ասում է. հավաքեք բոլոր նրանց, ովքեր ուխտ են կնքել ինձ հետ զոհաբերությամբ։ 이와 같은 그 말씀을 주셨고 Աստված Ելից գլուխ 12-ում Զատիկը կոչեց պաշտամունք Զատկի զոհ։ 이와 같은 그 표현을 출애굽기 12장에 또 주셨던 것입니다. Ուստի պատճառը, որ Աստված ընդունեց Աբելի ընծան ասաց, որ նա Կայինից ավելի լավ ընծա բերեց, 하나님께 드림으로 그 예배를 하나님께서 받아들이고 այն է, որ Աբելի ընծան գառան արյունով զոհ էր, իսկ Կայինի ընծան առանց արյուն թափելու զոհ էր։ 제사는 어린 양의 피 흘림의 제사였던 것이고 가인의 제사는 피 흘림이 없는 제사입니다. Քանի որ Կայինի ընծան բերքի միջոցով մատուցված զոհ էր, Աստված Աբելի ընծան ավելի լավ համարեց։ 그 제사였기 때문에 하나님께서 가인의 것보다는 아벨의 제사가
Աստված ընդունեց Աբելի ընծան, բայց մերժեց Կայինի ընծան, քանի որ արյան զոհի մեջ էր մարդկության մեղքերը ներելու նրա մեծ կամքը։ 그 속에 내포되어 있었기 때문에 아벨의 제사를 받아들이시고 가인의 제사를 하나님께서 거절하셨던 것입니다. Պատճառն այն չէր, որ Աստված ոխ ուներ Կայինի դեմ։ 그랬던 것은 결코 아니죠. Մեկը արյունով զոհաբերություն էր, իսկ մյուսը անարյուն։ 한 사람은 피 흘림의 제사, 한 사람은 피 흘림이 없는 제사. Աստված նախապես ցույց տվեց, թե ինչ է անելու մարդկության մեղքերի համար, ընդունելով արյան թափմամբ զոհաբերություն։ 하신다는 뜻을 미리 보여주셨던 것이죠. Ահա թե ինչու Եբրայեցիներում գրված է, որ Աբելը Աստծուն ավելի լավ զոհ մատուցեց, քան Կայենը։ 하나님께 드렸더라. 히브리서에는 그렇게 기록이 되어 있었던 것입니다. Ի վերջո, երբ Հիսուս Քրիստոսը եկավ այս երկիր որպես զատկի գար զոհաբերվեց, 이 땅에 오셔서 희생되어 주심으로 ինչ պատահեց Աստծո մեր միջ եղած հարաբերություններին, որոնք հեռացել էին։ 것입니까? 십자가에 Խաչի վրա իր արյուն թափելով, միթե նա չվերականգնեց հարաբերությունները։ 어떻게 해 놓으셨습니까? Աստված վերականգնեց կապը մեզ մոտեցրեց։ Հետաբար Աստվածաշունչը սովորեցնում է, որ մենք, ովքեր առաջ օտար ու պանդուխտ էինք, այժմ Աստծո ընտանիքի անդամներ ենք։ 하나님의 가족이 되게끔 만드신 Աստված մեզ իր ընտանիքի մասն է դարձրել։ 알려주고 있는 것입니다. Այդ պատճառով պաշտամունքը շատ կարևոր է։ 참으로 중요합니다. 그래서 Դրա համար Աստված ասաց, երբեք ցանց չառնենք պաշտամունքի համար հավաքվելը, ինչպես ոմանց սովորությունն է։ Միթե Աստված չի հիշեցնում, որ միշտ պետք է պաշտենք նրան, որ փրկվենք, ստանանք մեղքերի թողություն, վերադառնանք մեր հավիտենական երկնային տուն։ 돌아와야 된다는 사실을 하나님께서 우리에게 일깨워 주고 계신 것 아니겠습니까? Եկեք շարունակենք Աստվածաշնչով հաստատել, որ Քրիստոսը դարձավ զատկի զոհը։ 모습을 한번 확인해 보도록 하겠습니다. Եկեք տեսնենք Կորինթացիներին, գլուխ 5, հատված 7։ Տեսնենք գլուխ 5, հատված 7։ Հին խմորը մաքրեք, որպեսզի նոր անթխմոր զանգված լինեք, որովհետև մեր զատիկը, Քրիստոսը, մեզ համար մորթվեց։ 6월절 양 누구라고요? 8-րդ խոսքն ասում է. 희생이 되셨느냐? Ուստի ոչ թե հին խմորով տոնը կատարենք։ 그리고 8절의 이름으로 우리가 Այստեղ տոնը վերաբերում է զատկին։ 여기서 말하는 명절은 6월절을 뜻하지요. 예. Հետաբար Քրիստոսի զոհաբերությունը, որը ներկայացված է որպես զատկի գար, այս տոնը, զատկի պաշտամունքը դարձրել է ավելի նշանակալից։ 6월절이라는 이 예배를 6월절이라는 이 절기를 굉장히 중요하게 지금 만들어 놓고 있습니다. Եթե այս զոհաբերությունը չլիներ, կկարողանայինք ավելի մոտենալ Աստծուն։ 가까워질 수 있습니까? Երկնքում գործած մեղքերի պատճառով մենք դատապարտված էինք ընդմիշտ բաժանվելու, 멀어질 수밖에 없었던 우리였지만 그리스도의 բայց Քրիստոսի խաչի զոհաբերությամբ Աստծո հետ մեր հարաբերությունները մտերմացան։ 멀어졌던 하나님과 우리 관계를 더욱더 가깝게 해주시고 Անցյալում մենք օտարներ էինք, պանդուխտներ։ 과거에는 외인이었고 과거에 Մեզ հյուրի պես էին վերաբերվում, բայց հիմա ինչ ենք դարձել Աստծով։ 이제 하나님 안에서 뭐가 됐다고요? Մենք դարձել ենք Աստծո ընտանիքի անդամներ, նրա ընտանիքը։ 의미가 되겠습니다. 그러니 Հետաբար, այսուհետ մեզ տրվել է Աստծուն հայր կոչելու արտոնությունը։ 하늘에 계신 우리 Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը։ 예수님 알려주신 Ավելի པարզ ասած, մենք արժանացել ենք աղոթելու Հիսուսի սովորեցրած տերունական աղոթքը։ 그 기도를 Միայն մենք կարող ենք մատուցել այս աղոթքը։ Սակայն ինչպես էր անցյալում։ 죄 가운데 Մեղքերի մեջ թաղված մենք օտարներ, պանդուխտներ, հեթանոսներ էինք։ 하나님이요, 이방인이요. Սակայն Քրիստոսի արյամբ մենք ավելի ու ավելի ենք մոտեցել Աստծուն։ 더욱더 가까워지게 된 이제는 Այլս օտարներ կամ պանդուխտներ չենք, այլ Աստծո ընտանիքի անդամներ։ 일러주신 그 가르침의 말씀을 통해서 그리스도 Սրանով միթե չենք հաստատում Քրիստոսի զոհը հիշատակող պատվող պաշտամունքի կարողությունը։ 이것이 우리에게 있어서 얼마나 중요한 것인가를 다시 한번 확인할 수 있는 대목 아니겠습니까? Պաշտամունքի միջոցով ձևավորվում է Աստծո մեր, որպես հոր, մոր զավակների միջ հարաբերությունը։ 아버지 어머니로서의 관계가 형성되게 만들어 주신 것이 바로 이 예배입니다. Ուստի, ո՞րն է մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է խոսքերի իմաստը։ 너희는 그리하지 말라. 그 말씀 Ինչ պետք է անենք Աստծո երկրպագության հարցում։ 어떻게 하라는 얘기입니까? Միթե սա չի նշանակում, որ պետք է կարողենք պաշտամունքը դառնանք Աստծուն ճիշտ պաշտող զավակներ։ 자녀들이
뜻 아니겠습니까? Ավելին, ինչ կանի Աստված նրանց, ովքեր պաշտամունքով ուխտ են կնքել իր հետ։ 어찌하신다고요? Գրված է, որ Աստված կհավաքի նրանց։ Եկեք նայենք մեկ խոսք Ելից գրքի 25-րդ գլխից։ Ելք գլուխ 25-րդ, համար 20-րդ։ 말씀 함께 보겠습니다. Քերովբեները վերից տարածած պիտի լինեն թերը, իրենց թերով ծածկելով կափարիչը։ Դրանց երեսները միմյանց հանդիման թող լինեն քերովբեների երեսները դեպի կափարիչը լինեն։ 속죄소를 향하여 Կափարիչը գտնես տապանակի վրա, վերից, իսկ տապանակի մեջ գտնես այն վկայությունը, որ քեզ պիտի տամ։ 그 속에 넣어라. Ես քեզ կհանդիպեմ այնտեղ քավության վրայից, վկայության տապանակի վրա գտնվող երկու քերովբեների մեջտեղից։ 이것은 바로 Որ վայրին է սա վերաբերում։ 성소와 Միթե այս տեսարանը չի խոսում Սուրբ վայրի սրբությունների սրբության մասին։ 겠습니까? 그 성소가 Սրբարանում արչում Սուրբ վայրն է, իսկ հետում սրբությունների սրբությունը։ 지금 설명되어 있는 거룩 천사가 Որտեղ են քերովբեները։ 어떤 곳입니까? 예. Քերովբեները սրբությունների սրբությունում են ուղիղ ուխտի տապանակի վերում։ 거룩 천사가 지금 존재하고 있는 것이죠. Ինչ է Աստված անում այնտեղ։ 어떻게 하신다고요? Նա խոստանում է հանդիպել մեզ։ Երբ է այն օրը, որ Աստված թույլ տվեց մեզ հանդիպել իրեն, թե մենք հեռու էինք նրանից։ 허락하신 이 날이 바로 Քավության օրն է։ 대속죄일이죠. Տարին մեկ անգամ քավության օրը քահանայի համար բացվում է ճանապարհը մտնելու սրբությունների սրբություն, Աստված ասում է. 거기서 Այնտեղ ես քեզ կհանդիպեմ։ 너와 만나겠다고 했습니다. Հետաբար առանց զոհաբերության, այսինքն առանց պաշտամունքի, կա 하나님과 우리 շփման կետ Աստծո մարդկության միջ։ Բացարձակապես ոչ։ Պաշտամունքի միջոցով Աստված կանչում է մեղքով հեռացածներից մոտեցնում իրեն։ 죄로 멀어졌던 우리를 불러주시고 가깝게 해주시고 Քրիստոսի զոհաբերությամբ իր արյամբ Աստված մեզ արժանացրեց լինելու իր ընտանիքի անդամներ։ 자격을 허락하셨더라는 것입니다. 그러니 Հետաբար մենք երբեք չպետք է անտեսենք պաշտամունքը, լինի դա շաբաթ օրվա պաշտամունքը, երրորդ օրվա պաշտամունքը, թե տոնական պաշտամունքը։ 절기 예배가 됐든 어떤 예배라도 항상 Յուրաքանչյուր պաշտամունքի միջոցով Աստված ուշադիր լսում է մեր խնդրանքները, կատարում մեր ցանկությունները։ 우리의 원하는 바를 하나님께서 들어주시는 Այս ամբողջը կատարվում է պաշտամունքի միջոցով։ 것이 이루어집니다. Թե կանոնավոր պաշտամունք ենք կատարում, չպետք է կուրորեն պաշտամունք մատուցենք, չիմանալով Աստծո նպատակն ու կամքը, այլ պետք է պաշտամունք մատուցենք հասկանալով։ 드리는 예배가 되어야 되겠습니다. Հասկանալով պաշտամունք կատարելու համար պետք է ճշգրիտ իմանանք, արդյոք ուխտով մեզ հանդիպելու Աստծո խոստացած պաշտամունքի օրը շաբաթն է, թե կիրակին։ 크리스마스인지 6월절인지 Նրա տոնը Սուրբ Ծնունդն է, թե 정확히 Զատիկը։ 알아서 하나님께서 바라시는 Այսպես, միթե չպետք է մատուցենք այն ճշմարիտ պաշտամունքը, որն Աստված ցանկանում է, ինչպես Աբելի զոհաբերությունը։ 오늘날 이 세상 Այսօր աշխարհի անթիվ մարդիկ կիրակնորյա պաշտամունք են պահում, բայց արդյոք դա Աբելի Աստծուն հաճելի զոհաբերության պես է։ 같은 제사일까? Շաբաթի պաշտամունքը չի համապատասխանում Աբելի զոհաբերությանը։ 이걸 분명히 Միթե մենք չպետք է սա ճիշտ հասկանանք պաշտամունքը մատուցենք Աստծո ուխտի համաձայն։ 언약된 예배가 이루어져야 된다는 것 아니겠습니까? Այսօր մենք կատարում ենք շաբաթ օրվա պաշտամունքը, 언약되어 있는 որն Աստծո հետ ուխտ է։ 드리고 있습니다. 또 Նա պահում ենք Զատիկը։ 예배도 드리고 있죠. Մենք նա պահում ենք 7 տոնի պաշտամունքները 3 ժամանակներում։ 오늘 여러분들이 머리에 Նույնիսկ այսօր ձեր գրած քողը պաշտամունքի ճիշտն է, որն Աստված որպես կանոն սահմանել է Աստվածաշնչում։ 예배의 정확한 어떤 방법입니다. Քանի որ Աստվածաշունչը խստորեն ասում է, որ դա չանելը Աստծուն անարգող արարք է, 성경이 그렇게 엄중하게 կանայք պարտավոր են քող գրել պաշտամունքի ժամանակ։ 여인들은 누구라도 반드시 Սա Աստծո եկեղեցու պաշտամունքի կանոնակարգն է։ 이와 같은 그 규례가 하나님의 교회 안에 있는 예배 규례입니다. 사도 Միթե սա պաշտամունքի կանոնակարգ չէ, որը պահպանվել է առաքելական դարաշրջանից։ 지금 지키고 있는 Խնդրում եմ երկնային ողջ ժողովրդին ավելի հպարտանալ պաշտամունքի մեր կանոններով պահել ճշմարիտ պաշտամունքը, 헛된 길로 가고 있는 세상 որպեսզի ճիշտ ուսմունքը փոխանցենք աշխարհի մոլորյալ եկեղեցիներին։ 참 예배를 하나님께 드리는 하늘 백성들이 다 되어 주시기를 이 시간 다시 한번 Այսքանով կեզրափակեմ այսօրվա քարոզը։ 하도록 하겠습니다. Շնորհակալություն։